Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մայիսի 11-ն է։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսանյութում ես բարձրաձայնեցի երկուամյա փոքրիկ Տիգրանիկի անհետանալու, առեղծվածային անհետանալու վերաբերյալ իմ ողջամիտ վարկածներն ու իմ դիտարկումները։ Իմ այդ տեսանյութը YouTube-ում արդեն իսկ ունի 100,000-ը գերազանցող դիտումներ եւ իմ այդ տեսանյութի մեկնաբանություններում շուրջ 400-ից ավել օգտատերեր ողջունում են իմ կողմից առաջ քաշված վարկածները եւ գնահատանքի խոսքեր են հնչեցրել իմ վերաբերյալ, որի համար անչափ շնորհակալ եմ, ինձ համար անչափ հաճելի է ժողովրդի աջակցությունը, ժողովրդի օժանդակությունը եւ քանի որ իմ այդ տեսանյութը արդեն իսկ YouTube-ում ունի 100,000-ը գերազանցող դիտումներ, այսինքն դա նշանակում է, որ իմ այդ տեսանյութը հանրության շրջանում ստացել է բավականին մեծ արձագանք։ Ես նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ խոսել այդ դեպքի վերաբերյալ, մասնավորապես մի որոշ ժամանակ առաջ ինչ որ մեկը դիտելով իմ այդ տեսանյութը զանգահարել էր ինձ եւ ինձ ինֆորմացիա է տրամադրել այդ դեպքի հետ կապված հանգամանքների մասին։ Բնականաբար այդ ինֆորմացիան ինքը բավականին զարհուրելի տեղեկատվություն են ինձ հայտնել եւ ինչը այս պահին հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն է։ Բնականաբար ես հիմա չեմ հրապարակի ինձ զանգահարած անձի ինքնությունը, ինչպես նաեւ չեմ բարձրաձայնի, թե ինձ զանգահարած այդ անձնավորությունը կոնկրետ ինչ բնույթի ինֆորմացիա է տրամադրել ինձ։ Նաև ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ես ինձ հայտնած այդ ինֆորմացիայի մասին անհապաղ տեղեկացրել եմ ոստիկանությանը, մինչդեռ չգիտես ինչու այդ կապակցությամբ ոստիկանության որևէ ծառայող ինձ հետ կապ չի հաստատել եւ ինձնից չի վերցրել այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ իմ կողմից կատարված ձայնագրությունը։ Բնականաբար ես ձայնագրել եմ այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ պատրաստակամություն եմ հայտնում այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը տրամադրել իրավապահ մարմիններին եւ քննչական մարմիններին։ Ուստի քանի որ հիմա ոստիկանությունը տվյալ դեպքում մինչ այս պահը ոստիկանությունը դրսևորում է անգործություն եւ ինձ հետ կապ չեն հաստատում եւ ինձնից չեն վերցնում այդ իմ կողմից հիշատակված ձայնագրությունը, ուստի հիմա ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում անհապաղ կապ հաստատել ինձ հետ, հանդիպել ինձ հետ եւ ինձնից վերցնել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ այդ ձայնագրության մեջ արծարծվող վարկածի վերաբերյալ նույնպես կատարել օպերատիվ հետախուզական աշխատանքներ եւ անհրաժեշտ է պարտադիր ստուգել այդ վարկածը եւ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումների արդյունքում հերքել կամ հաստատել այդ վարկածի ճշմարտացիությունը։ Ամեն դեպքում անհրաժեշտ է քննություն կատարել այդ վարկածի շուրջ, որպեսզի հաստատվի կամ հերքվի այդ վարկածը։ Բնականաբար ես գիտեմ ինձ զանգահարած անձի ինքնությունը, այսինքն անուն, ազգանուն, հայրանուն, փաստացի բնակության վայրի հասցեն ինձ պարզ է։ Ես այդ տեղեկությունները նույնպես պատրաստ եմ ներկայացնել ոստիկանությանը, սակայն նորից եմ կրկնում, այս պահի դրությամբ այդ անձի կողմից ինձ զանգահարելու եւ ինձ հայտնած այդ զարհուրելի տեղեկատվությունը ներկայումս հրապարակման ոչ ենթակա է, այսինքն ես նպատակահարմար չեմ գտնում հրապարակել ինձ զանգահարած անձի կողմից ինձ տրամադրած այդ ինֆորմացիայի բովանդակությունը, ինչպես նաեւ նպատակահարմար չեմ գտնում հրապարակել ինձ զանգահարած անձի ինքնությունը։ Եվս մեկ անգամ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում անհապաղ կապ հաստատել ինձ հետ, հանդիպել ինձ հետ եւ ինձնից վերցնել այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը կատարվել է իմ կողմից, այսինքն ձայնագրությունը կատարվել է իմ կողմից։ Հիմա եթե ես ոստիկանությանը դրա մասին չիրազեկեի, այսինքն եթե ես ոստիկանությանը չտեղեկացնեի այդ անձի կողմից ինձ զանգահարելու եւ նման ինֆորմացիա ինձ տրամադրելու մասին, ապա վստահ եմ հետագայում իրավապահ մարմինները դա վերագրելու էին նրան, որ ես իբր թե հանցագործության դեպք եմ թաքցրել եւ հանցագործության մասին տեղեկություններ ինձ հայտնի դառնալուց հետո չեմ հայտնել ոստիկանությանը։ Այդ իսկ պատճառով ես
դրսևորելով քաղաքացիական բարձր իրավագիտակցություն, կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը եւ ինձ հաղորդած այդ զարհուրելի տեղեկատվության մասին անմիջապես տեղեկացրել եմ ոստիկանությանը եւ ինչպես արդեն նշեցի, ոստիկանությունը իմ այդ տեղեկատվության հետ կապված մինչ այս պահը դրսևորում է անգործություն եւ ինձ հետ կապ չեն հաստատում եւ ինձնից չեն վերցնում մեր միջև տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որ ինչպես արդեն նշեցի, այդ ձայնագրությունը կատարել եմ ես ինքս։ Եվ նորից եմ կրկնում, պարտադիր պետք է մանրակրկիտ ստուգվի այդ անձնավորության կողմից ինձ հայտնած այդ վարկածի ճշմարտացիությունը եւ անհրաժեշտ է հաստատել կամ հերքել այդ վարկածը։ Թերևս այսքանը, այս պահին այսքանը, այլ ինչպես նորից եմ կրկնում, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն եւ սահմանափակվենք այսքանով, ակնկալում եմ, որ իմ այս տեղեկատվությունը կնպաստի, որպեսզի հայտնաբերեն այդ երեխային եւ հանգուցալուծվի այդ երեխայի առեղծվածային անհետացման հանգամանքները։ Շնորհակալություն ուշադրության համար։